Անունով և ոտքո և ոտքույն սրբով, ամեն։ Անպիտան ծառաներ, ինչ որ պարտավոր էինք անել, այն արեցինք։ Սիրիներ, այսպես է Քրիստոս եզրափակում իր խոսքը և նույն աշակերտները լսելով հերթական, այսպես ասած քարոզը Քրիստոսի, խնդրեցի որպես Տերը ավելացնում ես հավատքը։ Եվ Քրիստոս օրինակ բերեց ծառայի և տիրոջ հարաբերություն ասելով, որ հնարավոր է արդյոք, որ ծառան իր ծառայությունն անելուց հետո, հողագործությունն անելուց հետո, գատուն և առաջին ինքը հացնուտի։ Միթե չի սպասավորելու իր ծառայությունը մինչև վերջ ավարտին չի հասցնի, հետո նոր նստի հացուտելու։ Եվ օրինակից հետո որպես գեղեցիկ վերջաբան Քրիստոս ասեց նույնպես և դուք կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, երբ կատարեք։ Եվ կատարեք ասելով, որ անպիտան ծառաներ եք։ Ինչ որ պարտավոր էիք անել, այն արեցիք։ Այսօրվա ամբողջ այս բնաբանի խորհուրդը կայանում է խոնարհության մեջ։ Եվ այսօր կարծում եմ մեր եկեղեցու հայրերը օրվա ավետարանական ընթերցվածքի միջոցով մեզ են փոխանցել կամ մեզ են ուղղեցել մեկ անգամ ևս հիշեցնել իրական քրիստոնյայի զարդը, խոնարհությունը։ Եվ դա է պատճառը, որ ամբողջ ավետարանական այս հատվածից ընտրել եմ ընդամենը այս երկու փոքրիկ բառերը. անպիտան ծառաներ եք։ Ինչ որ պարտավոր էինք, այն արեցինք։ Շատ հաճախ մենք բոլորս, երբ կանգնում ենք աղոթքի, մոռանում ենք Քրիստոս հենց այս ասածը։ Չենք կանգնում աղոթքի որպես մարդիկ, ովքեր որևէ ոչ հպարտանալու, ոչ իրենց անձը բարձրացնելու, որևէ ոչ մի բան չունենք։ Մանավանդ մեր օրերում և մեղքը, և գայթակղությունը ահռելի չափերի է հասել։ Ինչով պիտի բարձրանան կամ ինչով պիտի ներկայանան ամենամաքուրին և ամենասրբին։ Մեր մեղավոր անձով և այդ ժամանակ մենք միշտ պիտի հիշենք երկու անձանց, Փարիսեցուն և Մագսավորին։ Այս երկու անձնավորությունները կարծես գեղեցիկ շարունակություն են հենց Քրիստոսի այս խոսքի, որ ասում է անպիտան ծառաներ ենք, արեցինք այն, ինչ որ պարտավոր ենք։ Նայեք, երբ այս խոսքը բերում տեղադրում ենք Փարիսեցու և Մագսավորի կյանքում, ապա լիովին հստակեցվում է, թե ինչու համար Մագսավորը արդարացած գնացքում։ Որովհետև Մագսավորը թեև և անպիտան էր հասարակության համար, բայց միևնույն ժամանակ գիտակցելով իր անպիտան լինելը, իր արած գործերը, թեկուզ և չնչին բարի գործերը, երբեք որպես առավելություն չներկայացրեց Աստծուն ասելու համար, որ ես ահա այսպիսինն եմ։ Այդ ոչ թե որպես զարդ ներկայացրեց որպես բնական իրավունք։
Հիմա մի հռետորական հարց բոլորի բարիք գործելը անհրաժեշտություն է, թե առօրյա երևույթ։ Իհարկե ոչ։ Քրիստոնյայի համար բարիք գործելը պիտի լինի բնական երևույթ։ Ինչպես շնչելը, ինչպես ուտելը։ Որը մեկը չպիտի պարծենա կամ չպիտի անձնական հարաբերության ժամանակ իր եւ Աստծո միջև մատնանշի, որ ես արեցի սա։ Որտեղ երբ որ սկսեց Աստված էլ մատնանշել, որ ես արեցի սա, պիտի ամոթով մնա։ Որտեղ մենք ոչինչ ենք Աստծո արածի առջև։ Մեր արածը ոչինչ է։ Ասեմ ավելին, այն ամենը ինչ ունենք, այն ամենը ինչ որ անում ենք եւ արել ենք, լավի եւ բարի առումով, ում շնորհիվ ենք արել։ Եվ ինչով պիտի պարծենանք, պարծենալու որևէ բան չունենք, հպարտանալու որևէ բան չունենք, այլ պիտի դա լինի մեր առօրյան, մեր կենցաղը։ Ոչ թե պիտի լինի բամբասանքը, եւ երկու օգիակ տեսնեն սկսեն երրորդի մասին բամբասել։ Ինչպես առօրյա է դարձել դա։ Երբ երկու օգիակ տեսնում են, հիշում են երրորդին սկսում են բամբասել իրենից։ Այդ երկու օգիակ տեսնեն իրար, հիշեն երրորդին եւ իմանալով անդր որ նա նեղության մեջ է, միասին ամոթեն իր համար։ Տարօրինակ բան է, չէ՞։ Բայց սա պիտի մեր առօրյա, ոչ թե բամբասանքը, ոչ թե դավեր նիփելը, հանուն շահի։ Սա է քրիստոնյայի առօրյա, որ ցավոք սրտի մեր օրերում ձևափոխվել է, խեղվել է։ Եվ Քրիստոս գալիս է հիշեցնելու, որ ինչ էլ որ անես, արայ գիտակցումով, եւ որևէ մեկից վարձատրություն մի ակնկալ, որևէ մեկից փառք մի ակնկալ, որովհետեւ եթե անում ես քո իսկ համար, քո խաղաղության, քո հանգստության համար, եւ ակնկալիքն էլ պիտի լինի միայն Աստծուց, որտեղ նույն մարդիկ, շատ հեռու մի գնացեք, նույն մարդիկ Երուսաղեմ մտնելուց Քրիստոսին ովսաննային գոռում, բայց մի քանի օր հետո Բարաբա էին գոռում, մարդկանց հարավորերն էր, նույն այն մարդկանց, ովքեր արմավելու ճյուղերով իրեն չորեն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ։ Մի քանի օր հետո երբ ընտրության առաջ կանգնեցին, ընտրեցին Բարաբային, Քրիստոսին թողնելով, որպեսզի խաչվի։ Միշտ հիշեք սա, որ մենք քրիստոնյաներս ոչ փառքի կարիք ունենք մարդկանցից, ոչ գովասանքի խոսքերի կարիք ունենք։ Եվ քավնիցի եթե որևէ մի բարի գործ արվում է, հենց այդ ակնկալիքով, ուրեմն վարձատրությունն էլ հենց այդպիսի պիտի լինի։ Եվ թող չզարմանա, երբ օրերից մեկ օր ժամանակավոր այդ փառքը տվացյալ այդ վարձատրությունը վերջանա։ Մինչդեռ Քրիստոս ասում է. թող ձեր գանձերը երկնքում դիզվեն։ Ուրեմն որպես վարձատրություն թող այդ մեր գանձերը ուտակվեն երկնքում, որպեսզի երբ պահը գա ընթառաջ ելնելու Քրիստոսին, ընթառաջ ելնենք իմաստուն հույսերի նման, պատրաստված, զարդարված մեր բարի գործերով,
Եվ երբեք ու երբեք չհպարտանանք։ Հենց այնպես չի, որ որը մեկը չգիտի ինքը երկնքում ինչ է կուտակել։ Ով գիտի, ինքը երկնքում ինչ ու կուտակած։ Կարծում եք հենց այնպես է։ Որովհետև անպիտան ծառաներ ենք։ Անում ենք այն, ինչ որ պարտավոր ենք։ Որևէ մեկը մկրտության ավազանի մոտից սկսած չգիտի պարտավորությունը։ Ամենք սեր որպես քրիստոնյաներ լավ գիտենք մեր պարտավորությունը։ Այն բանը, երբ թերանում ենք մեր պարտավորության մեջ, մեր պարտականության մեջ, դա լրիվ ուրիշ բան է։ Բայց ամեն անգամ բարիք գործելու չպիտի այլ եւ այլ զգացումներ ունենանք։ Այդ առաջին հերթին հենց խեղդի բոլոր այդ մյուս զգացումները հենց այս խոսքը, որ ինչ որ արեցինք այն ինչ որ պարտավոր ենք։ Եվ անպիտան ծառայենք։ Մեր արածը ոչինչ է։ Աստծո մեր հանդեպ արածի դիմաց։ Նորից գանի խոսքին։ Աստված մեզ շնորհել է։ Կյանքից սկսած բազմաթիվ բարիքներից վերջացած։ Եվ միթե պարտավոր չենք կիսվելու Աստծո շնորհով մեր կողքին հետ, մեր դիմացին հետ։ Եվ այդ պարտավորությունն է, որ անում ենք։ Ուրեմն չկա որևէ ակնկալիք մարդկանցից փառք ստանալու, գովեստի խոսքեր ստանալու։ Այլ կա ակնկալիք Աստծո կողմից գնահատվելու։ Իսկ Աստծո կողմից գնահատվելու համար նորից պիտի գանք Փարիսեցին եւ Մաքսավորին։ Միշտ ունենանք այն գիտակցումը, որ մեր արածները որևէ պարագային դրոշակ չպիտի լինի։ Նույն Քրիստոս ասում է, քո այս ձեռքը չիմանա քո ձախ ձեռքը ինչ արեց։ Իսկ Փարիսեցին այն դիտարկեց, իր արածը դիտարկեց որպես առավելություն մյուսների հանդեպ։ Ես ահա այսպես եմ անում, ես ահա այնպես եմ անում։ Լավ է սա։ Գնահատվեց, ում կողմից գնահատվեց։ Նույն այդ մարդկանց կողմից գնահատվեց, ում հանդեպ դու անձը բարձրացնում էիր։ Բայց նույն Քրիստոսի մոտ անտեսվեց։ Եվ Քրիստոս մատնացույց արեց Մաքսավորին ասելով, ահա տեսեք, իրական քրիստոնյան պիտի այսպեսին ունի։ Երբեք իր անձը չբարձրացնի, այդ սպասի եւ Աստված ինքը կբարձրացնի։ Ավարտելով եւ զրափակելով խոսքս ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել այս շատ կարեւոր երկու-երեք բառերը անպիտան ծառաներ են։ Ինչ որ պարտավոր ենք դա ենք։ Ես չէ որ պիտի հիշեցնեմ ձեր պարտավորությունները, ձեր պարտականությունները։ Ես առավել կամ վստահ եմ, յուրաքանչյուր մեկս է, ինչպես ասեցի, մկրտության ավազանից սկսած, գիտենք մեր պարտավորություն, գիտենք մեր պարտականություն։ Ով է ում հիշեցնում, որ ժամանակն է շնչելու կամ արտաշնչելու, կամ հաց ուտելու, ոչ մեկ, դա բնական պահանջ է։ Եվ նույնն էլ պիտի լինի բարիք գործելը, քրիստոնյայի համար, բնական պահանջ, այլ ոչ թե անձը բարձրացնելու մի միջոց։ Ուրեմն ուշադիր լինենք մեր անձերի հանդեպ եւ եթե անգամ մտքի ծայրով են անցնում այդպիսի բան, հիշենք Քրիստոսի խոսքերը։ Ինչ որ պարտավոր ենք անել, դա ենք անում։ Եվ անում ենք մեր անձի համար, մեր հոգու համար։ Շնորհ եւ խաղաղություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Թող լինի ձեր բոլորիդ հետ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։